Ողջույն սիրելի բարեկամներ, հենց հիմա գտնվում ենք Zofish ընկերությունում եւ կերակրելու ենք մեր ձկներին ու ցույց եմ տալու ձեզ կերակրման process-ը։ Գնացինք։ Հիմա առաջի բասենը կերակրենք։ Ինչ կերենք կերակրում։ Կերակրում ենք Dibag ֆիրմայի կերն, նայեք։ Սա Dibag ֆիրմայի կերն է, որակապես շատ բարձր։ Հզոր կեր է։ Մինչև զատիկ տեսնենք ինչքան կաճեցնի ու դրա ես այս սառը ջերմաստիճանի ներքո կասեմ իմ ռեզուլտատների մասին։ Ստե ավելի մանր են ներքևները, ոսկեգույն իշխաններ են ու ավելի մանր ձկներ են։ Ստեղ խոշորա, համեմատած մնա մի հատ 10 լտուր ասպետ այսինս մնա ինչ եմ անում ժիգարով տուր ողագին տարբերություն կա արդինստերի ձիքի լավ մեծացել է Այս էլ մայլոկների համար է, մանր կերա Այս հա տեսեք Հիմի գնանք մենք մանրներ են կերակրենք Ստեղ էլ ոսկեգույն իշխաններն են Եվ ավելի համեմատած մանր ձկներ են Ինչ հավեսա, որ սենց հլում են լրիվ կերի Ջունել, որ զուրալվում է, արդեն նորմալ երևում է սաղ զուկը վերևն է, հենա կապույտ գույնի իշխանը Հենա կապույտ գույնի հեսա կապույտ գույնի իշխանը հեսա կապույտ գույնի իշխանը Ոսկեգույնները լավ ակնհայտ երևում են արդեն, բայց սովորական իշխանները չի երևում, որովհետև ջրի գույնը չի թողնում։ Այստեղ մանրաձկեր են, նայեք, սենց եմ անում ձկերի գույնի համար, իրանք նայեք ոնց են տակ եկել։ Մի գնանք կերակրենք։ Չէ, ստե մայլոկներ են կերակրեմ Չէ, մայլոկներին եմ ասել Օրող, լուսինո ինչ են անում Լնա այդ εμείς ինչ են անում Նույն ոնց են երրոսնում Ես տագիս մնացնում, որ երևալ Նայեք ինչ է կատարվում Եսի մեր մանրադկներն են Առաջի պարծենա, որ նման ձև կերա ուտում Այ գիշատիչ բկլիկներն են Նացած կեսներ ջրի արջևի հատվածում է Հեսա բարձանանք այստեղ Նացներ սաղ եկել են ստեղ Նայեք Նայեք ինչ է կատարում Նայեք Մի բացենք Ոտեզերի Նայեք ինչ է անում Հլը կեր չեմ տվե որս ես նանում Հլը կեր չեմ տվե Այն նոր եմ կեր է տալի նայեք Գնդակահարություններ է Գիտեք չի ասենց, զուկը իրան պահում, որովհետև ինքը ներկապային մաքսիմալ առողջ է։ Ու երբ որ զուկը շատ լավ է իրան զգում, նման ռեակցիա է ու նման կերպ է իրեն դրսևորում։ Ստե բաց էր մնացել այս հատվածը։ Եթանք մի քիչ դեղիններից կերակրենք։ Գնանք դեղիններն էլ կերակրենք, դեղին մանրաձկներին Սրանք դեղիներն են,
Նայեք իմի սրանց ռեակցիան, սրանք են արդեն մանրից սովորել են։ Գալիս են դերին։ Նայե։ Ահա։ Նազը ջրի դեմն են, արջևի հատված ունեն։ Գնանք արջևի հատված այնտեղից կերակրենք։ Վարկյան ընդամենը։ Ահա։ Այստեղ է։ Էս։ Բարև ձեզ։ Սերենսից Լոր ջան Սո, իրանք պալոտնի կերած են կարելի ասել այդտեղ շուն ուտել Այս էր վերջի բասենն է, արդեն պատրաստած է Սրանք մեր բկրիկն են, նայեք, կարմիր գույնը ցույց չեմ տալի, նայեք, նայեք հանգիստ է վիճակը, հիմի նայեք, սա էլ կարմիր գույնը, նայեք, դե մեկ ինչ է կատարվում, բայց իրանք կերած են, իրանք կուշտ են, չնայած, ինչքան տեղ ունի թող ուտեն, էլի, թող փորները տրուզ լինի, ինչքան էլ տրուզ լինի, այնքան ավելի լավ կլինի իրանց համար, իրանք սովորական իշխաններ չեն, իրանց ստամոքսը մեծ է ավելի սովորական իշխանների համեմատ։ Ինչքան ուզում ես կերակրի։ Եթե թթվասնի հետ խնդիր չունես, ինքը շատ արագ ծաճելու է։ Սրանց եմ կերակրել, բայց հենց սրանց նայեք։ Սրանք ավելի մանր են։ Նայեք ինչ են անում։ Մնացածն էն է, սետկայի տակը։ Երուզերի մեջ է։ Գնացինք։ Էդիգելը տենց Դեղիները լավ երևում են այստեղ Դեղիները լավ երևում են այստեղ Այստեղ մեր գազաններն են Որոնք որ զատիկին Աստված առաջ պետք է հասնենք Գոնե կես կիլոգրամ վաճառքային դառնա Տեսնենք Դեռ ունենք 17 օր, 18 օր, 20 օր հա Տեսեք, դեր սրանք սովոր չեն կարմիրին Ստե ավելի մանր ոսկե գույն իշխաններ են Հասկանանք ինչ է կատարվում Խտությունը Սա Զոֆիշ ընկերությունն է, սիրելի բարեկամներ Դեղիները կհանենք դուրս Ստեղ մի փոքրիկ ունեին ծնդելեր, ստեղ մի փոքր մնացել է Փորձեր են դրվում Երևում է Այստեղ դեղինն է և նոր դուրս եկած մեր պլավիները Սրանք էլ են նոր բացուս տվածի կեսն է Հերի նման վիճակը Սենց Opa, ջրերեսով ինքը կերատեմ ռակետի պես գնալ է ջրերի երեսով կերել Սենց Ապես Նայք ջրի երեսով Նայք կերը գալիս է նայք Գալիս է ինքը յուղայնություն ունի ու ջրերեսով ամբողջ երեսը ծածկում է Այսինքն տալիս ես ու վերջ Այսինքն Նայք Всё Մնաց այսքան ես էլ հերիքը Ստեղ ունեմ
Եվ հաջորդ քայլը արդեն այս մեջտեղն է։ Սրանք էլ նոր են դուրս եկել պլավի։ Այդպես բան է։ Ես էլ մի փոքրիկ էքսկուրսիա մեր ձկնաբուծարանից, որտեղ որ եթե դուք երկար ժամանակ հետևում եք, տեսնում եք մեր գործունեությունը, թե մենք ինչեր ենք անում եւ ամենակարևորը ոնց ենք անում։ Ուրեմն սա կերը վերջացել է այլոտների, սա վերցնենք, որ հաջորդ գալուց կերը բերենք։ Հատուկ ամաններով լսում ենք, կերը բերում ենք, շատ կարևոր է, որ կերը լավ տեղ պահեք, մենակ պահեստ, որտեղ որ խոնավությունը շատ քիչ լինի, դա շատ կարևոր է, բայց ես նախընտրում եմ ձկնաբուծությունը, որովհետև դա կյանք է։ Չգիտեմ, ինչ ասեմ, ամենայն դեպս դեռ այսքան է։ Շնորհակալություն բոլորիդ հետ, որ նայեցիք այս վիդեոն մինչև վերջ։ Տեսություն, լավ եղեք։